Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1181-րդ օրն է։ Այսօր ըստ Թրամփի շրջապատի շրջադարձային օր է լինելու, այսպես են նրանք ներկայացնում Թրամփի եւ Պուտինի միջև սպասվող հեռախոսազրույցը, իսկ թե ինչպես կլինի իրականում, մենք ձեզ հետ միասին կգնահատենք, բայց Պուտինի ու Թրամփի հեռախոսազանգից բացի կան մի շարք կարևոր նորություններ, որոնց մասին պետք է տեղեկացնենք ձեզ եւ իհարկե ռազմաճակատից կխոսենք, ինչպես միշտ։ Սկսենք քաղաքական ապտակից Պուտինին, որը նա ստացավ Ռումինիայից։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը լուրջ խնդիրներ ստեղծեց այդ երկրի ընտրությունների ժամանակ։ Մոսկվան ակտիվորեն աջակցում էր հակաուկրաինական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներին եւ միջամտում էր ընտրական գործընթացին։ Բայց այդ ամենից հետո հաղթանակ տարավ Բուխարեստի քաղաքապետը, փորձառու քաղաքական գործիչ Նիկուշոր Դանը։ Նիկուշոր Դանը դա պրոեվրոպական եւ պրոուկրաինական հասուն գործիչ է, այսինքն Պուտինը տապալվեց։ Այս քաղաքական պարտությունը շատ ցավոտ էր Պուտինի համար։ Ռուսաստանը տարիներ շարունակ աշխատել է Ռումինիայում հակաուկրաինական բազա ստեղծելու ուղղությամբ, սակայն արդյունքի չի հասել։ Իմ վերջին թողարկումներից մեկում պատմել էի, որ Մոսկվան ուզում է Ուկրաինայի շուրջ ստեղծել թշնամական երկրների օղակ, բայց դեռևս այդ ծրագիրը ձախողվում է։ Ավելի ճիշտ կլինի ասել թշնամական իշխանություններ ունեցող երկրների օղակ։ Բայց Կրեմլը միայն Ռումինիայով չէ, որ հետաքրքրված է։ Կիրակի մայիսի 18-ին Ռուսաստանը ձերբակալել է Green Admire նավթատար նավը, որը չնայած Լիբերիայի դրոշի տակ էր, բայց դուրս էր եկել Էստոնիայի Սիլամիե նավահանգստից, անցնելով ռուսական ջրերով հաստատված երթուղով։ Սա առաջին նման դեպքն է, սա լուրջ մարտահրավեր էր նաև ՆԱՏՕ-ի համար։ Երևի թե գիտեք, որ այդ շրջանում նույնիսկ բարեկություն կա ՆԱՏՕ-ի երկրների նավատորմի կողմից։ Փաստացի Ռուսաստանը ձերբակալել է ՆԱՏՕ-ի երկրից դուրս եկած նավ, որը ծով էր դուրս եկել հստակ մարշրուտով, որը նավիգացիայի պայմաններով որոշակի տարածք պետք է անցներ ռուսական ջրերով։ Պատճառների մասին տեղեկություն չունենք դեռ, մենք հետևում ենք իրադարձություններին։ Եթե դաշինքը արժանի պատասխան չտա, ապա դա լուրջ խնդիրներ կստեղծի ՆԱՏՕ-ի երկրների համար հետագայում։ Մենք ձեզ հետ միասին կհետևենք ինչպես կավարտվի այս պատմությունը։ Շարունակեմ մեր եթերը արդեն լավ լուրով։ Երեկ մեր ընկեր ուկրաինացի հետազոտող Մաքսիմ Ցարենկոն մեզ տեղեկացրեց, որ արդեն 151 հայ համայնքի ներկայացուցիչ է արժանացել Ուկրաինայի պետական բարձրագույն պարգևների իրենց հերոսության համար լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։ Նշենք, որ պետական պարգևները հանձնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Շարունակելով ռազմաքաղաքական թեման, ուրախությամբ իմացանք, որ Ռուսաստանում ձախողվել է միջմայրցամաքային բալիստիկ IARS հրթիռի փորձարկումը հենց Պուտին-Թրամփ զրույցից առաջ։ Սա Ռուսաստանի միջուկային եռակի համակարգի բաղադրիչ է, տրիադա կոչեցյալի։ Այս մասին տեղեկություններ է հայտնում ուկրաինական Defense Express-ը։ Փաստորեն խափանվել է Պուտինի ուժեղ երևալու փորձը Թրամփի աչքին։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար։ Շնորհակալություն երեկվա ծննդյանս օրվա արդիվ ձեր բարեմաղթանքների, մեկնաբանությունների համար։ Շատ հաճելի էր լսել, տեսնել։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ակտիվորեն լայքել եւ տարածել մեր եթերը, թող ավելի շատ Պուտինին հավատացող մարդկանց հասանելի լինի, թե իրականում ինչ վիճակում է իրենց կուռքը, հա, թե չէ կարծես ռուսական ռոպագանդայով են եփվում եւ իրենց թվում է թե Պուտինը իրենից ինչ որ բան է ներկայացնում։ Նույնիսկ Հայաստանի երկրորդ նախագահն էր իր այսօրվա հարցազրույցի մեջ անընդհատ Ռուսաստանից խոսում։ Դες անցյալ սերունդ է, երևի թե նրանց դժվար կլինի ինչ որ բան համոզել, կարևորը որ նրանք մնան անցյալում եւ չխանգարեն Հայաստանի զարգացմանը։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չեն կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ QR կոդը ձեր էկրաններին է։ Մեր բոլոր սոցիալական ցանցերի հղումները նշված են մեր բոլոր հեռարձակումների նկարագրության մեջ, այնպես որ կարող եք ընտրել, եթե նախընտրում եք օրինակ տեղեկատվություն ստանալ Facebook-ում, այնտեղից էլ կարող եք օգտվել։ Մենք կանք գրեթե բոլոր հարթակներում։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 175 մարտական բախում։ Պոկրովսկի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանները կասեցրել են ռուսների 65 գրոհային եւ հարձակողական գործողություններ։ Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ավիացիան, հրթիռային ուժերը եւ պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել 9 տեղանքի, որտեղ կենտրոնացած էին թշնամու անձնակազմը, զենքն ու ռազմական տեխնիկան։
Վերջին 24 ժամվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ տեղի ունեցել 18 ռազմական բախում։ Արդեն ասել եմ, որ Կուրսկի ուղղության անվանումը սա Կուրսկի մարզում, ինչպես նաև Բելգրադի մարզում եւ հաճախ նաև Բրյանսկի մարզում ստեղծված իրավիճակի ընդհանուր անվանումն է։ Մեր Telegram-ում ունենք ռազմաճակատում ուկրաինացի զինծառայողների աշխատանքի հրաշալի կադրեր, կան կադրեր Կուրսկի եւ Բելգրադի մարզերից, կարող եք վայելել։ Ժամանակավորապես օկուպացված Ղրիմում գիշերը հարձակման են ենթարկվել Ջանկոյի եւ Կրասնոգվարդիայսկի շրջաններում գտնվող ռուսական թիրախները, կան կարևոր խոցումներ, մանրամասները սպասում ենք Ուկրաինայի գենշտաբից, Ուկրաինայի զինված ուժերի 92-րդ գրոհային եւ 58-րդ մոտոհրաձգային բրիգադների ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել ռուսական զորքերի մեքենայացված գրոհը Բելգրադի մարզում։ Այսպիսի գրոհ վերջին ժամանակներս չէր եղել այդ տարածքում։ Դա տեղի է ունեցել Ուսցինկա, Ժուրավլյովկա եւ Սոնցևկա գյուղերի միջև ընկած տարածքում, որտեղ ռուսները փորձել են ճեղքել ուկրաինացիների պաշտպանությունը։ 58-րդ մոտոհրաձգային բրիգադը նույնպես հաջողությամբ հետ է մղել Սոնցևկա գյուղի ուղղությամբ ռուսական հարձակումը։ Մարտերի արդյունքում ոչնչացվել է 14 միավոր ռուսական տեխնիկա, այդ թվում տանկեր, հետևակի մարտական մեքենաներ եւ մոտոցիկլետներ եւ բագիներ եւ նույնիսկ քաղաքացիական մեքենայով էին ռուսները փորձել գրոհել։ Այն, որ Ռուսաստանը փորձում է դուրս մղել ուկրաինական զորքերը Բելգրադի մարզից, նշանակում է այստեղ լուրջ մսաղաց է լինելու։ Դե եթե Կուրսկի մարզում 47,000-ից ավել ռուսական զորք է ոչնչացվել, ինչու դա չանել նաև Բելգրադի մարզում, ավելի լավ է իրենց տարածքում ոչնչացվեն ռուսական զորքերը, քան սպասենք բերեն Ուկրաինայի տարածք։ Հենց այս նպատակով են ուկրաինական զորքերը մտնում հիմնականում ռուսական տարածք, որպեսզի ապահովագրենք մեր տարածքը։ Անցնենք Ուկրաինայի գենշտաբի թվերին, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր թշնամու ընդհանուր մարտական կորուստները գնահատվել են մոտավորապես 974,770 զավթիչ, ուկրաինական զորքերը մեկ օրում ոչնչացրել են 1040 ռուս զավթիչ եւ 241 միավոր հակառակորդի զինտեխնիկա։ Մայիսի 19-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 112 շահեր դրոններով, այսօր առավոտվա դրությամբ Ուկրաինայի ՀՕՊ խոցել եւ չեզոքացրել է թշնամու 76 դրոն։ Մեր հաղորդումը պատրաստելու պահին ՀՕՊ ուժերի մարտական գործողությունները դեռ շարունակվում էին։ Հակառակորդի հարձակման արդյունքում տարբեր աստիճանի տուժել են Խարկովի, Սումիի, Դոնեցկի, Չերկասի եւ Կիրովոգրադի մարզերում։ Բացի այդ, չեն դադարում օկուպանտների կողմից սահմանային եւ առաջնագծին մոտ ուկրաինական բնակավայրերի հրետակոծությունները։ Պուտինը փորձում է ամեն կերպ վնաս պատճառել նաեւ քաղաքացիական բնակչությանը։ Անցնենք քաղաքական լուրերին, աշխարհում նավթի գները նվազում են նոր աշխատանքային շաբաթվա սկզբին, այս մասին վկայում են մայիսի 19-ի առավոտյան բորսայական տվյալները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոր առաջարկներով պաշտպանական արդյունաբերության եւ առևտրի ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է նախագահի գրասենյակը Զելենսկու եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ինչպես նաեւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հռոմում կայացած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոն ստանձնելուց հետո 2019 թվականից սկսած կատարել է 134 արտասահմանյան այց, դրանցից 48-ը նախորդ տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է բրիտանական Times-ը, հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին։ Ամենից հաճախ նա Զելենսկին այցելել է Գերմանիա, Ֆրանսիա, Ամերիկա, Լեհաստան եւ Բելգիա։ Այս տարվա ընթացքում արդեն իսկ իրականացվել է 23 այց 18 տարբեր երկրներ։ Եվս մեկ լավ լուր, ամենամոտ ժամանակներում Ուկրաինան կստանա Աբրամս տեսակի տանկեր Ավստրալիայից, ինչը կդառնա ռազմական օգնության ընդլայնման նոր փուլ Կամբերայի կողմից։ Ընդհանուր օգնությունը հասել է արդեն 1.5 միլիարդ ամերիկյան դոլարի։ Այս մասին խոսվել է մայիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հանդիպման ժամանակ Հռոմում։ Տեղեկությունը տրամադրել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։ Իսկ այժմ կներկայացնեմ դες լրատվամիջոցների տվյալները Ռուսաստանի միջուկային եռյակի բաղադրիչը գործի դնելու անհաջող փորձի մասին։ Ռուսական բանակը մայիսի 19-ի լույս գիշերը նախատեսում էր իրականացնել RS-24 YARS տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնական մարտական փորձարկում, ասեմ, որ սա միջուկային կրիչ հրթիռ էր խորհրդային միության ժամանակ, սակայն բոլոր ցուցիչները վկայում են, որ մեկնարկը կամ տեղի չի ունեցել կամ ավարտվել է ձախողմամբ։ Այս մասին հաղորդում է Defense Express-ը։
Ուկրաինայի հետախուզության տվյալներով հրթիռի գործարկումը նախատեսվում էր Սվերդլովսկի մարզում Սվաբոդնի բնակավայրի մերձակայքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական զորքերի 42-րդ դիվիզիայի 433-րդ հրթիռային գունդը, դա ընդամենը 25 կիլոմետր է հեռու Նիժնի Տագիլից, եւ եթե արձակումը հաջող լիներ, տեղի բնակիչները անպայման կնկատեին այն, իսկ սոցիալական ցանցերը կլցվեին տեսանյութերով ու լուսանկարներով, ել չասած արբանյակային տվյալները։ Սակայն արձակման որևէ տեսողական ապացույց հանրային տիրույթում չի հայտնվել, ավելին, եթե արձակումը իրականացվեր Կամչատկայի Կուրա փորձադաշտի ուղղությամբ, որտեղ սովորաբար թռիչ են կատարում նման հրթիռները, ապա այն հնարավոր կլիներ տեսնել Խանտի-Մանսիիսկից մինչև Մագադան ընկած հսկայական տարածքի վրա, բայց այդ ուղղությամբ որևէ ակտիվություն համացանցում չի արձանագրվել։ Մեկնարկի ձախողման պատճառները պաշտոնապես չեն հրապարակվում։ Նշենք, որ անցած տարի Ռուսաստանը արդեն 2 անգամ բախվել էր ԵԱՐՍ հրթիռի անարդյունք արձակումների հետ, հրթիռները շեղվել էին նախատեսված ուղուց, փորձագետները չեն բացառում, որ այս անգամ եւս տեխնիկական խնդիրներ են առաջացել կամ նախամեկնարկային ստուգման փուլում կամ անմիջապես մեկնարկից հետո։ Պուտինի եւ Դոնալդ Թրամփի բանակցություններից առաջ նման ձախողումը կարող է չափազանց անցանկալի լինել Ռուսաստանի իմիջի համար, այդ իսկ պատճառով Մոսկվան կարող է միտումնավոր թաքցնել ձախողումը կամ հետաձգել փորձարկումը։ Ամեն դեպքում նախատեսված ստարտը տեղի չի ունեցել, իմիջիայլոց ռուսական մամուլը մեզ էր ուզում վախեցնել տարբեր ակնարկներով, բայց անհարմար բան ստացվեց իրենց համար։ Մենք կհետևենք իրադարձություններին, թե ինչով կավարտվի այս պատմությունը։ Գիտեք, բազմիցս ասել եմ, որ Խորհրդային Միությունից մնացած միջուկային արսենալը համապատասխան վիճակում չի պահվում Ռուսաստանում եւ նրանց միջուկային տիրություն լինելը զուտ պայմանական է։ Միջուկային զենք այնտեղ կա, բայց արդյոք ունեն համապատասխան կրիչներ, որպիսի տեղ հասցնեն, սա արդեն հարցականի տակ է, արդեն երևի թե 2 տասնյակ տարի։ Այսքանով ավարտեմ մեր երկուշաբթի օրվա եթերը, մեր լսարանին լավ երեկո եմ մաղթում, կհանդիպենք։